Ուրախ եմ, որ գիրագիմը բացակայել է ետքը այսօր ծեր մեջ կգտնվիմ, դերորդն է ծեզի, ասի մեզի համար մեջ շնորհք է, միասնապար գահավակվինք դերը բաշտելու համար, բոլորս միադեղ գահավակվինք, որպես Աստուծո հետ հաղորդակցինք, թե անցնապես այս շնորհքը գվայելենք, ովևէ ադեմ, ովևէ դեղ, կրնակ մեր ցայներ Աստծո բարձրացնել եւ նաեւ հավաքապես Եվ ասիկա մեջ շնորհք է մեզի, եւ օր պիտի կա, որ բոլորս մեզ մեհերացող սիրելիներուն հետ պիտի լանք երկինքի մեջ, ալ ցույն պիտի չի տեսնենք հոն, բաղ չիգա, հազ չիգա, ցավ չիգա, թեղ չիգա, հիվանդանոց չիգա, այնպես որ կսպասենք այն օրվան, որ պիտի տեսնենք մեր բոլոր սիրելիները եւ պիտի հանգչենք այս չար աշխարհի դարաբանկներեն Աստծո խոսքեն հատվածը պիտի գարտամ, որ կգտնվի 5 դագարանին առաջին քիրք թագավորացին մեջ, 17-րդ գլուխին 38-ին 48 համարները պիտի գարտամ, հոնգը խոսի Դավիթի եւ Սավուղի միջև եղող այդ պատերազմը եւ Դավիթ փարավոր հաղթանակ գտանի Եվ նյութսալ այս է Դավիթի փարավոր հաղթություն։ Ուրեմն 38-ին գարտամ։ Եվ Սավուղ իր հանդերձները Դավիթի հագցուց ու անոր գլուխը բղինցե սաղավարտ մտրավ ու անոր զրահալ հագցուց։ Եվ Դավիթ հանդերձներուն վրայեն Սավուղի սուրը մեջ կգաբեց։ Ու սկսավ քալել, քանզի սորված չէր։ Ու Դավիթ Սավուղի ասավ. ասոնցմով չեմ գրնար քալել։ Քանզի սորված չեմ, ուստի Դավիթ զանոք իր վրայեն հանեց։ Եվ իր ծուբը ցերկը արավ ու հեղեղադեն իրեն համար 5 հատ քայլախած քար ընտրեց ու զանոնք իր հովվական ամանին, այսինքն մախաղին մեջ դրավ ու բարսը ցերկը բռնելով փղշտացի մոտեցավ։ Եվ փղշտացին ալ եկավ ու Դավիթի մոտեցավ, եւ անոր վահանը վերցնող մարդը անոր առջև էր։ Ու երբ փղշտացին նայեցավ ու Դավիթը տեսավ, զանիգա արհամարեց, քանզի անիգա գարմիր քունով ու քեղեցիկ դեմքով բադանի մներ։ Եվ փղշտացին ասավ Դավիթի. միթե ես շունեմ, որ իմ վրաս ծուբով գուքաս, ու փղշտացին իր ասվածներովը Դավիթը նզովեց։ Եվ փղշտացին ասավ Դավիթի. ինձ եկուր, ու քու մարմինդ երկինքի թրջուններուն ու դաշտի քազաններուն դամ։ Եվ Դավիթ ասավ փղշտացին. թուն ինձի սրով, նիզակով ու քեղարտով գուքաս, բայց ես զորությանց դերոջը քու նախադած Իսրայելի զորքերուն Աստուծույն անունովը քեզի գուքամ։ Այսօր դերը քեզ իմ ցերկս պիտի մատնե, ու ես քեզ պիտի մերցնեմ ու վրայդ գլուխդ պիտի առնեմ։ Եվ փղշտացված բանակին թիակները այսօր երկինքի թրջուններուն ու երկրի քազաններուն պիտի դամ, որբեսի բոլոր երկիր գիտնա, որ Իսրայելի մեջ Աստված կա։ Եվ այս բոլոր ժողովքը գիտնան, որ դերը սրով ու նիզակով չազատեր, քանզի պատերազմը դերոջն է։ Ու անիգա ցեզ մեր ցերկը պիտի մատնե։ Ու երբ փղշտացին ելավ ու եկավ Դավիթի մոտեցավ, Դավիթ ալ շուտով պատերազմի ասպարեզը վազեց փղշտացին դիմավորելու։ Եվ Դավիթ իր ցերկը իր մահաղին մեջ խոթեց ու անգե քար մարավ եւ զանիգա բարսով նետեց ու փղշտացին ջագատը զարգավ եւ քարը անոր ջագդին մեջ մտավ ու անիգա երեսի վրա քեդինը ինգավ։ Հինուխտի դնդեսության մեջ Աստուծո ժողովրդին յանքի մեջ արձանագրված հետաքրական թեփքերեն մեկն է, որ գգարտանք եւ գարտացինք։ Բայց նաեւ մեզի համար աշմիական թասեր ունի սորվեցնելիք եւ այսօրվա մեր պատկամը պիտի մեր հոգեվոր շինության համար։ Կտեսնենք հոս երկու ժողովուրդներ եւ երկու քաչեր, որոնք պատրաստ են գրվելու։ Մեկուն անունը Քողյատ, փղշտացված բանակին մեջ, որ
հսկա եւ բادرազմի վարժ մեկներ, մույսը Դավիթ պատանիմը, որ երբեք բادرազմի ջագատ ուղված չէր, մարզված չէր բادرազմելու համար։ Անոր համար, եթե նշմարեցիք երբ գգարտայի, Սավուղ իր հանդերձները տվավ Սավուղի, այն ադեն զինվորական կորձիկները ասենք, հանդերձը, երկաթե գլար ձանր գդորները իրերը գպաղգաներ։ Այնպես որ ուրեմն չգրցավ վարժված չէր, փղշտացիկ Քողյաթի առաջնորդությամբ Աստուծո ժողովրդին անեց կգարտային, ինչպես գարտացինք, գար համարեին անոնց բաշտած Աստվածը։ Իսկ հրյաները սարսափի մատնված էին, վախի մեջ էին, Սավուղի թագավորությամբ, անոր հսկողությամբ, վախի մեջ էին, Սավուղեն սկսյալ բոլոր ժողովուրդը։ Եվ Դավիթի ագանչին հասավ այս դիրող բարական վիճակը եւ Քողյաթը աննշան քարոմը դաբալեց եւ գփապակին որ այս թեփքեն հոգեվոր թասեր քաղենք որ մեզի համար քաչալերություն գբաճարե մխիթարություն է եւ նաեւ գզորացնե երբ տեսնենք Աստուծո կորձերը անոր գադարած հրաշները եւ պիտի հիմնավորվենք նաեւ նոր ուխտի մեր ժամանակաշրջանին նոր ուխտի մեջ ողջամիտ վարդապետության ուսուցումին հետ այդ հիման վրա պիտի տեսնենք եւ այս թասերը պիտի քաղենք շատ գեղեցիկ նաեւ շատ գեղեցիկ խորհրդապատկերներ կան այս թեփքին մեջ առաջին ճշմարտությունը զոր գուզեմ շեշտել որ շատ մահավատացյալներ մորցած են բادرազմի վիճակն է վիճակը որ բادرազմ է ինչ կխորիկ շնորհքի տնտեսության մեջ նոր գդագարանի ուսուցումով հավատացյալը հոգևոր բادرազմ գմղե անշուշտ շարունակ Երանի բայերը լար ասպես թաթար արնենք որովհետև մեր թշնամին չի կնանար շարունակ կաշխատի գկործե անոր համար մենք այս բادرազմի վիճակի մեջ կգտնվենք Բողոս Արաքյալ քրիստոնյան գնմանցնե զինվորիմը գրբող զինվորի եւ հոգեվոր բادرազմի մեջ է այդ զինվորը Արաքյալը քրիստոնյան երբ զինվորիմը գնմանցնե Եփեսացվոս թուղթի մեջ անոր գրած զենքերնալ կներկայացնե ըստ պարազինությունը Եփեսացվոս 6-րդ գլուխի մեջն են եւ հոգեվոր բادرազմը որևէ գապ չունի նյութական բادرազմի հետ ինչ որ այսօր կտեսնենք աշխարհ բادرազմի մեջ է մարդիկ կմեռնին խեղճ վիճակներու կմատնվին կվիրավորվին իրենց անդամները կգործընծնեն սակայն հոգեվոր բادرազմը բոլորովին ուրիշ է Արաքյալը գսե մեր բادرազմը արյունի ու մարմինի հետ չէ հաբա խավար աշխարհի իշխաններուն հետ երկնավորներուն մեջ եղող չար ոգիներու հետ բայց նաև Սուրբ Գիրքը լուր ուտա որ մեր բادرազմը մեր եսին հետ է մեր եսին հետ կբادرազմի բادرազմի մեջ հաղթություն արձանագրելու համար նախ մեր եսին հաղթելու ենք որովհետև եսին անցնադուր եղողը միշտ հաղթված է բարդված է Դավիթի կյանքի մեջ եւ բոլոր հավատքի հերոսներու կյանքի մեջ կտեսնենք այս ճշմարտությունը Անոնք առաջ իրենց եսին հաղթողներ եղած են յետքը դուրսի թշնամիներուն եւ գահավատամ որ դուրսի թշնամիներուն հաղթելը շատ ավելի թյուրին բիդլա երբ մեր եսին հաղթենք յետքը սատանան անոր լարած զուգակներեն հերու պիտի մնանք թագարտի մեջ պիտի չինանք նաև
մեղսալից աշխարի զգսպունքին պիտի չհետևինք, անոր հոսանքեն պիտի չդարվինք։ Երկրորդ ճշմարտությունը, որ կտեսնենք այս հատվածի մեջ, հեղեղատի քայլախած քարերն են։ Ասոք դեսակ մը քարեր են, որոնք գայծ կուտան։ Ես կհիշեմ, երբ փոքր էինք, քյուղ գելենք Լիբանանի մեջ, դեսակ մը քարեր գային, երբ իրարու գտպցներ, գայծ կհաներ։ Ուրեմն այդպեսի քար մներ։ Եվ այսա շատ գեղեցիկ թասեր ունի մեզի դալիք։ Դերը գպնդրե քարեր, որ կործածվելիք են։ Այս քարերը բավական փոթորիկներու, սուրդի, թշվառություններու, արևի, գիզիչ ջարակայթներու ենթարկված էին։ Եվ գսե, որ Դավիթ ընդրեց այդ քարերն, ընդրեց։ Աստվածալ յուրաքանչյուրիս կյանքի մեջ ծրագիրներ ունի։ Եվ գուզե մեզ կործածել իր ցերքերուն մեջ, որպես ընդիր անոթներ, որպես այդ Աստուծո մտքին մեջ եղող ծրագիրները հարաճ դանի, սակայն նախ գպատրաստե։ Մեր կյանքերը գմարզե, մեզ գզդե թշվառություններու եւ փոթորիկներու մեջ անցնելով։ Թույլ գուտա, որ այդ բաները գրենք, որբեսի քայլախած քարերու նմանինք։ Հոբին բարական բոլորս ալ գիտենք, հոբ փոթորիկի մեջ անցավ։ Սակայն գսե, ինք գսե, երբ այդ բոլոր թշվառությունները գրեց, գսե, հոբ 23:10, անիգա գիտե իմ ջամփաս, երբ զիս փորձե, ոսկի պես պիտի ելլեմ, ոսկի պես։ Մովսես մարգարե նույնպես Աստուծո ցերքին մեջ ընդիր անոթը դառնալու համար 80 տարի դերը զինքը մարզեց։ Այնպես որ եթե մենք 40 տարի, 50 տարի երբ դժվարությունները գանցնենք, մեզի համար է, Աստված կուզե մեզ կործածել։ 40 տարի Մովսեսի բարակային, 40 տարի Փարավոնի բալադի մեջ, հոն միայն գշփանան մարդիկ։ Ետքը 40 տարի անաբադի մեջ, գրնակ երևագայել բալադեն անաբադ 80 տարի դևեց, որբեսի Մովսեսին լավը անոր կյանքը զդե եւ լավը քմե չուրահանե, որբեսի Մովսես ընդիր անոթ մթարնա եւ Աստուծո այդ սկանչելի ծրագիրի մեջ բաժին ունենա։ Շատ թեփքեր կտեսնենք Աստծո խոսքի մեջ, ըլլահին, ըլլա նոր գդագարանի մեջ։ Հովսեփ Աստծո սկանչելի հիանալի ծրագիրի մեջ բաժին ունեցավ, սակայն առաջ ինչ եղավ իր Եսեն դերը բարբեց զինքը։ Հովսեփալ Հակոբի վերջին զավակն էր։ Գիտեք պատմությունը, շփացած երազներ դեսնո, հրահանգներ դվո, հայրը չեր մերժեր ովևէ խնդրանք, սակայն Աստված ծրագիր ունի։ Գփնդրե մեկը հեզեր Հովսեփ եւ զինքը արավ առաջ որ արնե լավը զդեց իր Եսեն բարբեց։ Դերը սիրելիներ թուն որ ինձի մտիկ կրես մեր մեջ սիրելիներ կան կուզես դերոջը ցերքի մեջ ընդիր անոթ մթարնալ պետք է մարզվիս պետք է պատրաստվիս այնպես որ հեղեղատը մորցված դեղ է հեղեղատը քարեր ընդրեց մորցված դեղ մնա ադիգա հերու մարդոցմե այսինքն խոնարհության խորհրդապատկեր մնե փարավորվել երևնալ մեկ կողմ պիտի տնես
մարդիկ կան, որոնց շարժարիթը ձուր է։ Աստուծո փառքին համար գնեմ գսե, բայց իսկության մեջ իք կուզե երևնալ։ Հեղեղատ պետք է երթաս, հոն, պետք է մորցվիս։ Եվ այդտեղ հոն հավատացյալ Աստծո դբրոցի մեջ կսորվի ու կպատրաստվի։ Տերը երբեք չաջաբարեր մեզ կործածելու համար։ Հաբա կհամբերե, կմարզե և կպատրաստե։ Դավիթ քարերը, որ արավ ընտրեց, այդ դեղեն ընտրեց, հեղեղատեն։ 5 հատ քայլախազ քար ընտրեց։ Պատրաստ, սուր քարեր։ Երրորդ ճշմարտությունը, որ այս դեպքը մեզ կսորվեցնե, հետաքրքրական դեպք է։ Իրավ, ես կուզեմ, որ անգամ ևս երբ ձեր դուները երթաք, գարթակ 17-րդ գլուխ առաջին թագավորած։ Երրորդ ճշմարտությունը, որ կտեսնենք եւ նոր գդագարանի մեջ հայտնի է, Աստծո ցերքի մեջ զորավոր անոթ չկա։ Բոլորն ալ դգար են, բոլորն ալ։ Եվ այս դգար անոթներու միջոցով Աստված կուզե իր զորությունը հայտնել։ Ով էր Դավիթ։ Ով էր։ Հեսեի ամենափոքր զավակը։ Բադանի մներ։ Ոչխարներ գարած էր։ Եվ գարթացի կողյատ երբ դեսավ Դավիթը արհամարեց։ Ասի ով է թիմացս եկերը։ Դավիթ ըստ երևույթին դգար էր և կողյատ զորավոր հսկա մներ։ Դավիթի զորությունը Աստծուց էր, Աստծուց էր։ Բողոս առաքյալ գսե իմ անցիս համար պիտի չբարձենամ, հաբա ինչպես ինչի պիտի բարձենա, միայն դգարություններուս վրա պիտի բարձենամ։ Երկրորդ Կորինթացիս 12:5։ 9-րդ համարի մեջ ալգսե նույն նամակին Աստծո զորությունը իմ դգարությանս մեջ կհայտնվի։ 10-րդ համարը գսե երբ գդգարանամ այն ադեն զորավոր եմ։ Այսինքն երբ թուն գենթունիս որ ոչինչ ես անզոր ես այն ադեն Աստված իր զորությունը գայտնե ճիշտ աշխարհի սկզբունքին հագարակը չէ թուն դգար մի երևիր ասպես բան երևիր որ թուն ես Աստված ճիշտ հագարակն է Պողոս առաքյալ գսե որ հույն իմաստասերներու հետ կմրցակցեր ավելի քիդուներ բայց ինք գսե երբ ես դգար եմ այն ադեն Աստված իր զորությունը գայտնե որովհետև իր ոչնչությունը ընդունող մարդը Աստծո կվստահի իր անձին եսին վստահողը ինչու Աստծո պիտի վստահի պատճառ չունի այնպես որ իր անձին կվստահի ճիշտ այսպես եղավ Դավիթի հետ Աստծո վստահելով քնած եւ Գողիաթը դաբալեց 45-րդ համարի մեջ եւ Դավիթը սա փղշտացին թուն ինձ սրով նիզակով ու քեղարտով գուքաս բայց ես զորության դերոջը քու նախադած Իսրայելի զորքերուն Աստծույն անունովը քեզի գուքամ Գտեսնեք ինչպես քնած պատերազմի Երանի թե շատ քո անձիդ մի վստահիր Թուն քեզի մեծ հովեր մի դար ես այս եմ ես այն եմ Պաշտոնդ մեծարելով Դերոջը վստահե հոգևոր պայքարի մեջ մանավանդ Աստծո վստահե Չորրորդ ճշմարտությունը զորհոս կտեսնենք պատերազմելու պայքարելու մեր բարակային դրամատրությունն է կամ պատրաստակամությունը Դավիթ հագարակ անոր որ բադանի էր պատրաստ էր Աստծո ժողովրդին գողքին գենալ եւ պայքարիլ նախանցախնդիր էր Աստծո անունին եւ անոր փառքին երբ լսեց որ Գողիաթ եւ փղշտացիկ Աստծո անունը գահայույեն
չգրցավ հանդուրժել։ Եվ Քողյաթին ասպարեզ գարտած։ Բադանիմը գրվելու անվարժ հանդերձ չունի, ասպարեզ գարտա։ Հսկա փղշտացին, որ վարժ է պատերազմի։ Մինչ բոլորը Սավուղեն սկսյալ վախի մեջ էին, ինք ըսավ, այսօր դերը քեզ իմ ցերկս պիտի մատնե, որբեսի բոլոր երգիր քիտնա, թե Իսրայելի մեջ Աստված կա, Աստուծո գվստահեր։ Դավիթ լավ հասկացած էր, թե հաղթությունը դերոճմեն գուքա։ Ինչ է հոս մեզի վերակրելի տասը։ Մեղքին թեմ բայկարելու դրամատիր ես, ունիս այդ պատրաստակամությունը, նախանցախնդիր գլանք Աստուծո փառքին անոր անունին համար, չլա թե Աստուծո անունը հայհոյվի մեր պատճառով, մեղք գործելով, սխալ բնելով, Աստուծո անունը արադավորենք, թե ոչ քեզ համար կարևոր չէ։ Աստված կսե այս արարքը միներ, իմ անունս գարադավորես, և վերջին հոգդ է։ Հոն մի երթար, այդ միջավայրը քեզի վնաս կպեր է, իմ անունս գարադավոր է, և թու վերջին հոգդ է։ Աստուծո անունը գարադավորես, քու վարմունքովդ, քու խոսքովդ, քու կյանքովդ։ Դավիթ չգրցավ հանդուրժել, Աստուծո անունը գարադավորեք թուք, ես անոր անվան համար պիտի բայկարին, մենք ալ մեղքին, սխալին ոչ պիտեսենք, անոր մեջ պիտի չշարունակենք, որտև Աստուծո անունը գարադավորվի, հոս է մեր սորվելիք տասը, ոչ պիտեսենք։ Բողոս Դիմոթեոսի և Դիդոսի նամակներում մեջ գսկուշացն է հավատացյալները, որ իրենց ոչ Քրիստոսավայել վարմունքով Աստուծո անունը և վարդապետությունը չհայհոյվի։ Գիշեք Եզրաս քահանան հին ուխտի շրջանին, երբ ուզեց Երուսաղեմ երթալ բարիսպները շինել, մինչ այդ ինք թագավորի միշտ կխոսի, մեր Աստվածը հզոր Աստված է, այսպես հրած է, այս հրաշքներ հրած է, մենք միայն անոր կվստահենք, հիմա Երուսաղեմ պիտի երթան, ջամփան վտանգավոր է, խորեցավ, թերևս իրենսին թագավորին ըսե, որ կոնե փանակ վտա մեզի, որ աբահով երթանք, գսե չսի, ամճցա թագավորին երթալ և խնդրել, որ մենք աբահով մնանք ըսելով մեզի փանակ տա, ինչու, որովհետև ես իրեն ըսած էի, որ մեր Աստվածը ամենակարող է, մենք անոր կվստահենք, և հիմա եթե երթամ ըսեմ, բիդսե թուն ինձ եկար քարոզեցիր, ըսիր, մենք Աստուծո կվստահենք, և հիմա փանակ կուզես ինձ մե, ամճցա գսե, որ Աստուծո անունը պիտի արադավորվի, այսօր ինչ հավատացյալներ, եկեղեցի մեջ ծառայություն ունին, թերևս կքարոզենալ, այնպեսի արարքներ գնեն, որ Աստուծո անունը գարադավորվի, և վերջին հոգերնին է, Աստված ողորմի այդպեսիներուն, հոս, Դավիթ, Աստուծո անունը բեք չէ արադավորվի, Դավիթին հաղթությունը հավատքով եղավ, որովհետև Աստուծո փառքին համար էր, իր ունեցած բարձ միջոցներով էր, 5 քարեր և բարսով Քողյաթը դաբալելու կնած, մենք ինչ միջոցներ ունենք մեղքին ոչ ասելու, սակայն հոժար չենք, պատրաստակամությունը չունենք, դրամատիր չենք բայկարելու։ Ուրեմն ասոր մեջ անշուշտ հոստեղը երբեք դրամապանական չենք տեսներ, բայց հավատ կտեսնենք, քարերով, մեկ քարով դաբալել, բայց հավատ կա հոս, հավատ կա, արասված Դավիթ գահավադար անոր, և Աստված դեսավ այս հավատքը, երբ որ գտեսնե մեր դրամատրությունը, որ մենք ուզենք Աստուծո անունը չարադավորել, պետք եղած զորությունը պիտի հայթայթե, բայց մենք պետք է դրամատիրը լանք,
հոժար ըլլանք։ Ինչպես տեսանք, սկիզբը փորձեցին, Սավուղ իր հանդերձները տվավ, Դավիթին չգրցավ քալել, նո, սավ ես ասոնք, չեմ ուզեր, չեմ գրնար, իմ վրա ես հանեցեք։ Եվ այդպես ալ հանեց, որտև առաքյալն ալգսե ինչ որ քրվեցավ, մեր սորվելուն համար քրվեցավ։ Հաղթությունը միայն հավատքով գլա եւ շնորհքին բերած միջոցները կորձածելով գլա։ Ինչ է շնորհքին բերած միջոցները ըստ պարազինություն։ Մեր վրա գարնենք։ Երիքոյի բարիսներն ալ անոնք որոնք գիտեն ինչպես դաբալեցավ փլավ քանթվեցավ Աստված պատվիրեց 6 օր օրական մեկ անգամ բարիսպին 4 կողմը պիտի դառնան 7-րդ օրը 7 անգամ պիտի դառնան մեկ պայմանով որ ցայն պիտի չանեն հավատացին Աստվածին ցայն պիտի չանեն Հեսուի մեջ կգարտանք 7 անգամ դարձան քաղաքի շուրջը ժողովուրդը երբ գտեսնեն երևակայեմ այսպես երևակայեցեք թուգալ բարիսպներուն շուրջը գթարնան ցայն չեն աներ ժողովուրդը գտեսնե ասոնք բզդիկները շալգած բեդևիներու պես ասպես կքալեն էշերով գթարնան ցայն չեն աներ ասոնք փամբունին ծաղրեցին բայց Եբրայեցվոց թուղթին հեղինակնալ հիշեց Հավատքով Երիքովի բարիսպները ինգան 7 օր անոնց բոլորդիկը բդդեցան մեկ քար նույնիսկ չնետեցին որտեվ հավատացին հավատքով գիտեք ինչու համար պետք է լուր գենային որպեսզի ոչ մեկը իր գադարած կորձին վրա բարձենա գիտես Հեսու ես աղոր մեծ քար մնետեցի բարիսպին Ընկերոջս հետ ավոր քարը նետեցինք, այնպես որ երբ որ բորացինք, քարերը արդեն թուլցած էին, ինգան մենք եթե քար չնետենք, չերին տան, հավատքով բարիսպը դաբալեցավ։ Ուրեմն, սիրելներ, այս հաղթությունը հիանալի է, ուրախություն գուտա, անպատմելի ուրախություն, երբ մենք գահախտենք մեղքի ցանկություններուն եւ Աստուծո անունը գփարավորենք ուրախություն դա։ Այսօր հազարավոր հավատացյալներ չեն վայելեր այս ուրախությունը, խաղաղությունը, որովհետեւ Աստուծո անունը արադավորած են։ Բայց երբ որ գահախտենք և դերոջ հետ գկալենք, որտև գահավատանք անգաբրի մեր մեջ, գահավատանք ինչ որ ասված գսե գվստահինք, երկնալ գսե գաբրի Քրիստոս գաբրի կալե ինձ հետ ժողովրդին հետներ, 5 դագարան մեջ Քրիստոս կար, Մովսես տեսավ, Մովսես գսե ավելի նախնդրեցի Քրիստոսի նախադինքը գրել և ժողովրդին է չարչարվել կան թե Եգիպտոսի պարկը։ Այո, կալեց անոնց հետ, յանքի ճամփուն վրա մեզի հետ ալ գկալե։ Եթե Քրիստոսի մեջ գնանք, հոգևոր բادرազմին մեջ, երբ որ դրամատիր ենք մեղքին ոչ ասելու, պիտի հաղթենք, երաշխավորված է մեր հաղթությունը։ Եվ այն հատեն ուրախ պիտի ըլլանք, և ասոր համար փառք ուտանք։ Գրնանք հաղթական դուրս գալ ամեն տեսակի մեղքերը, բادرազմները, երբ կկործածենք այդ զենքերը։ Օր պիտի կա, որ այս բادرազմը պիտի թատրի, վերջ պիտի գտնե։ Երբ մեր ճամփորդությունը վերջանա այս աշխարհի մեջ, այնպես որ նպատակը դլա Աստուծո անունը անվան բադիվ փերել եւ ոչ թե արադավորել։ Վստահե դերոջը, Դավիթ վստահեցավ այս խորհրդավոր աշխարհի մեջ, որքան մխիթարական է գիտնալ թե մեր Աստվածը մեզի հետ է,
հավատանք անոր։ Երանի թե մենք ալ Դավիթի նման անոր հաստավինք, չվախնանք եւ դրամատիրը լանք Աստուծո ուզածը անելու։ Դավիթ առաջ եսին հաղթեց, ետքը բادرազմին հաղթեց, մենք ալ նույնը Աստուծո վստահելով հավատքով հաղթեց, համեստ միջոցներով Աստված Դավիթի մեջ հավատք տեսավ, դերը գուզե յուրաքանչյուրիս մեջ այս հավատքը տեսնե, իր փառքին համար, ամեն։ Մինչ կաբրինք այս աշխարհի մեջ փորձություններ, նեղություններ, դժվարություններ, հիվանդություններ հաջող պիտի հանդիպենք, սակայն մեր վստահությունը Տեր Հիսուս Քրիստոսի վրա լալու է։ Անոր անվան միջոցով է, որ մենք կրնանք ազատիլ, թեթևնալ շատ մոհոքերը եւ ցավերը։ Պիտի վերջացնենք երգելով 276-րդ երգը, որուն վերջին դոնը ոտքի եւ հովիվին աուտկով պիտի փագենք։ Ես կջամփորդեմ լուսո մեջ բայցար։ Դեր Հիսուս շնորհակալ ենք, որ մինչ գաբրինք այս աշխարհի մեջ մեզի հետ ես փառք ուտանք այն բոլոր միջոցներուն համար, որ մեր դրամատրության տակ թրած ես, որպեսզի հաղթական հավատացյալները լանք եւ քեզի բադիվ փերող հավատացյալները լանք։ Ներեդեր մեր սխալները, մեր մեղքերը, գաոթեմով դեր այն գիտակցությունը դաս, որ մենք կանչված ենք քու անունդ բադվելու, մեծարելու մեր կյանքի մեջ, մեր վարմունքով, խոսքով, դիրքորոշումով, ուստի դեր հատուկ շնորհ քնես բոլորիս, արձակե մեզ քու խաղաղությանդ, փառքիդ համար վիխնդրեմ, ամեն։ Ամեն։